Բարև ձեզ։ Այսօր փորձելու ենք միասին հասկանալ, թե ինչպես են տասական թվերը ներկայացվում երկուական համակարգում։ Դրա համար եկեք վերցնենք պատահական, որից է երկնիշ թիվ, եւ այն ներկայացնենք երկուական համակարգում։ Վերցնում եմ հեշտության համար երկնիշ թիվը, բայց դուք կարող եք վերցնել եռանիշ, քառանիշ եւ ձեզ համար ցանկալի կամայական այլ թիվ։ Ենթադրենք ընտրել ենք 59 թիվը եւ փորձենք 59-ը երկուական ներկայացվել։ Ուրեմն ինչպես է ներկայացվում 59-ը երկուական համակարգում կամ կամայական տասական թիվ երկուական համակարգում։ Թիվը բաժանում ենք երկուսի, այնքան ժամանակ, մինչև թիվը 0-անա։ Ընդ որում բաժանումը կատարում ենք ամբողջ մասով, այլ կերպ ասած կլորացնում ենք դեպի ներքև եւ մնացորդները ճիշտ հերթականությամբ գրում ենք։ 59-ի դեպքում այն բաժանում ենք երկուսի, քանի որ թիվը կենտ է, մնացորդը 1 է, հետեւաբար գրում եմ այստեղ 1։ Իսկ ամբողջ մասը գտա 29։ 29-ն եմ բաժանում երկուսի, քանի որ կենտ է նորից մնացորդը 1, ամբողջ մասը կտա 14։ 14-ն եմ բաժանում երկուսի, զույգ է մնացորդը 0, ամբողջ մասը 7, 7-ն եմ բաժանում երկուսի, քանի որ կենտ է մնացորդը 1, ամբողջ մասը 3, 3-ն եմ բաժանում երկուսի, մնացորդը 1, ամբողջ մասը 1, 1-ն եմ բաժանում երկուսի, մնացորդը 1, ամբողջ մասը 0։ Վերջ, 59-ը ես դարձրեցի 0, բաժանելով երկուսի մնացորդները ճիշտ հերթականությամբ գրելու։ Այստեղ շատ կարևոր է որ կա լինել ուշադիր, հաշվարկները ճիշտ իրականացնել, մնացորդները ճիշտ դիրքերում գրել, որպեսզի հանկարծ սխալ թվի կոդ չստանանք։ Հաջորդիվ արդեն ստացված կոդը գրում ենք հակառակ հերթականությամբ, այլ կերպ ասած ներքևից վերը։ Ստանալու ենք 1 1 1 0 1 1։ Վերջ, այս կոդը ընդ որում երկուական կոդը, որտեղ բաղկացած է 0-ից եւ 1-ից, իրենից ենթադրում է մեր տասական թվի 59-ի երկուական ներկայացումը։ Ես իրան գրել եմ այսպես առանց որևէ շղթայի վանդակի, բայց պետք է իմանանք, որ այս 1-ը կամ 0-ն դա 1 բիթում գրված թիվն է, այսինքն ամեն բիթը, ամեն մի նիշը այստեղ իրենից ենթադրում է 1 բիթում եղած թիվը։ Այն գեղեցիկ գրելու համար եկեք ես փորձեմ այն ժապավենի մեջ պատկեր, որովհետև հաջորդիվ փորձելու ենք երկուականից տասական անցնենք։ Այսպես, ամեն մի բիթում գրված է կամ 0 կամ 1։ Ինձ մոտ 6 բիթ է, բայց իրականում ցանկալի է որ այն լրացնել մինչև 8 է կամ 16 կամ 24 կամ 32, բայց քանի որ տարածքը իմ սահմանափակ է, ես բավարարում եմ այսքան։ Եթե լրացնելուց լինեմ, ես դիմացից կարող եմ օրինակ 2 հատ էլ վանդակ ավելացնել եւ այն գրել 0-ներով։ 0-ներով միայն դրական թվերի դեպքում ընդ որում։ Շատ լավ, այսքանից հետո հիմա եկեք հասկանանք, արդյոք ես ճիշտ եմ արել իմ գործողությունները, այսինքն 59-ի համար կոդը, որ ես ստացել եմ, արդյոք դա իրոք 59-ի կոդն է, թե ոչ։ Դրա համար եկեք վարվենք հետևյալ կերպ, վերցնենք այս մեր կոդը եւ այն փորձենք դարձնել տասական կոդ, այսինքն երկուական կոդից անցում կատարենք տասական համակարգ։ Դրա համար մեր ունեցած երկուական կոդը աչից ձախ սկսում ենք համարակալել, սկսած 0-ից։ Այստեղ կլինի 0 1 2 3 4 5, սրանք արդեն անտեսում, նու կարելի է գրել 6 եւ 7, բայց ես անտեսելու եմ, հաշվարկի մեջ չեմ կիրառել, փոքր-ինչ կիմանանք ինչի համար։ Վերջ, ինդեքսավորումը արեցի, աչից ձախ սկսած 0-ից ինդեքսավորեցի, հիմա հաջորդի վարվում եմ հետևյալ կերպ։ Ուրեմն սահմանումն ասում է հետևյալը. 1 բիթում եղած բիթի պարունակությունը անգամ 2-ի ինդեքսը աստիճան։ Իմ առաջին բիթում գրված է 1։ Այսինքն 1 անգամ 2-ի ինդեքսը իրեն 0 է, 0 աստիճան։ Գումարած հաջորդ բիթում գրված է 1, 1 անգամ 2-ի ինդեքսը էլի 1 է, 1 աստիճան, գումարած 0 անգամ 2-ի ինդեքսը 0 է, 2 է, 2 աստիճան, գումարած 1 անգամ 2-ի ինդեքսը 3 է, խորանարդ, գումարած 1 անգամ 2-ի 4 աստիճան, գումարած 1 անգամ 2-ի 5 աստիճան։ Մնացածը 0-ներ են, անտեսում եմ։ Վերջ, այս թվաբանական արտահայտության արժեքն եմ հաշվում։ Եթե այս թվաբանական արտահայտության արժեքը հավասար է 59-ի, ապա ամեն ինչ ճիշտ է արվել։ Իսկ եթե ուրիշ թիվ ստացա, ուրեմն ինչ որտեղ վրիպում եմ արել։ Եկեք այստեղից շարունակեմ հավասարը։ Ուրեմն, կամայական թվի 0 աստիճանը դա 1 է։ Ստանում ենք 1 գումարած 2 գումարած 0 անգամ ինչ որ բան տալիս է 0, սա անտեսում եմ։ Գումարած 2-ի խորանարդը դա 8-ի է հավասար, 1 անգամ 8, գումարած 2-ի 4 աստիճանը 16-ի է հավասար, իսկ 2-ի 5 աստիճանը 32-ի հավասար, գումարած 32։ Այս թվաբանական արտահայտության արժեքն եմ հաշվում, 8-ը 32-ի հետ կտա 40, մի հատ 16 56, գումարած 3 59։ Այսինքն այս կոդը, որ ներկայացվել է, դա 59-ի երկուական կոդն է։ Ամեն ինչ ճիշտ արվել, այստեղ 59-ը ստացա, 59-ից երբ եկա երկուականից երբ անցա տասական, էլի ստացա 50, հետեւաբար ամբողջ գործողությունը ճիշտ է իրականացվել։
Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, սա իհարկե դրական թվի երկուական ներկայացումն է, բայց սական թվի երկուական ներկայացումը փոքր-ինչ տարբերվում է, որի մասին խոսենք փոքր-ինչ ավելի ուշ։ Եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Լավ մնացեք, կհանդիպենք։